Բարի լույս սիրելի հետևորդներ ջան, ո՞նց եք։ Ես ուրախ կլինեմ, որ բոլորիդ մոտ ամեն ինչ նորմալ լինի, լավ լինի։ Մի խոսքով ցանկանում եմ ձեզ ամենալավ բաները, սիրելի հետևորդներ։ Դուք իմ արած գործերով ինձ տեսնելով ուրախանում եք, ես էլ ուրախ կլինեմ շատ, որ բոլորիդ կյանքում ամեն ինչ լավ լինի։ Ճիշտ է։ Չկա այնպիսի մի ընտանիք, չկա այնպիսի մարդ, որ մտահոգություն կամ խնդիրներ չունենա, դա է կյանքը, այն որ ինչից էլ ոնց էլ փախնենք, մեկ է, դժվարություններ, բարդություններ լինում են մեր կյանքում, ինչ եմ ուզում ասել, թող այդ բարդությունները հաղթահարող լինենք, դժվարությունն է մարդու համար և ամեն մի դժվարություն ես համարում եմ Աստծու կողմից տված փորձություն, Աստված փորձում է մեզ, թե մենք ոնց կարանք դիմակայենք, դիմադրենք, դա կյանքը, հիմա ես մի բաժակ կոֆե մենակ եմ խմում, մինչև արթնանա Աշոտը, Աշոտի հետ կխմեմ, սա թտե դպրոց է, եղանակն էլ էլի, արևոտ ջերմ, հավեսին, շնորհակալություն եմ հայտնում ձեզ, լավ մեկնաբանություններ գրելու համար, ճիշտ է, մի երկու մեկնաբանություններ գրվում են, տենց երևում է նախանձն է խոսում նրանց մեջ, բայց դե աշխարհում ինչքան մարդ կա այնքան կարծիք ու մեկնաբանություն։ Մարդիկ իրենց կարծիքն են արտահայտում, իրենց մտածելակերպն են արտահայտում, մեկը կարող է գրել, վայ, Նազելին այդքան գործ ցտից է անում կամ խոհանոցը մաքուր չի, թող այդ գրողները առաջին հերթին իրենց խոհանոցը նայեն, իրենց արած գործերը նայեն, այն որ մի գործ կարող է անեն, շուշները փչի ու նստեն, իսկ ես գլուխ չեմ գովում, ես գիտեք հետևորդներ ջան, որ հիմա եմ մի քիչ հանգիստ, ժամը 6-ից արթնանում եմ, աշխատանք, դաշտ, հողամաս, էփել, թխել, երեխաների հարցեր, տան հոգսեր և կարող է մի բանն էլ թափած լինի, դա իմ խնդիրն է, կարող է խոսքի ես ամանը այստեղ դրված լինի և ես չվերցնեմ, դա իմ խոհանոցն է, գործն է, պահ է գալիս, որ բոլորիս մոտ էլ լինում է, չէ, պահեր, որ չենք ուզում գործ անենք, ուզում ենք հանգիստ նստենք, վայելենք, դա բոլորս էլ մարդ ենք, հասկացեք վերջապես, որ մարդ ենք։ Հատ խմեմ մի կում նոր կընտեղափոխվեմ։ Ես սիրում եմ կոֆեն տակ-տակ վայելը։ Ես նախապես ասել էի, որ այս արձակուրդիս օրերին ես կարող եմ հյուր ընկալվել, հյուր գնալ մեր վայքի գյուղերում, երևի մոռացել են, նորից պետք է ասեմ, ինձ շատ տեղերից հյուր են կանչել, ազատ եմ, կարող եք կանչել վայքի, որ գյուղն էլ լինի, մեծ հաճույքով կգամ, հենց գյուղը ներկայացնելու համար գյուղական գործերը առօրյան, այնպես որ արձակուրդը կարող եք գրել, կանչել, ես էլ մեծ սիրով կգամ։ Տեսեք, քաղցրը կա, կանֆետը կա, բայց ես սիրում եմ կոֆեն հենց դատարկ խմեմ, վայելեմ կոֆեի համը։ Գործերը համարյա վերջացրեցի, մի փոքր մենք արդեն նախաճաշել ենք, թեյել, տենց մեղր կարագով ու հիմա ճաշ եմ պատրաստում։ Ջրալի ճաշ պատրաստեմ մակարոնով, երեխաները սիրում են, կարևորը էդ է։ Սա էլ հողամասի սոխն է, մի հատ տեսեք ինչ լավ պահպանվել է, չորացած, լավ, ահա, բայց սա շատ է սոխ առածի համար, մի հատ լվանան բերեմ և ես պահելու համար մի հետաքրքիր նվեր եմ ստացել, իմ հյուրը ամեն ինչի մասին հոգացել է ինձ համար, խոհանոցային իրերից սկսած և հագուստից, քաղցրեղենից, մի խոսքով են կոշիկներից վերջացած,
Սա էլ մի հետաքրքիր բան է, ինչ ասա, նկարից դատելով արդեն կիմանաք, որ սոխը պահելու ամա սառնարանում։ Ես այս կտորը չեմ ուզում, շատ է գեղեցիկ, պահում ենք սառնարանում, հարմար է և հոտն էլ չի տարածվում, իրոք շատ շնորհակալ եմ և իրոք լավ մարդիկ շատ կան, նույնիսկ կարող եմ ասել, որ բարեկամը բարեկամին չէր ցանկանա այսքան նվերներ, բայց դե տեսնում եք, արդեն հասել է Ամերիկա, այն որ ամեն ինչ շատ բարեհաջող է եղել, խնդիրներ չի եղել օդանավակայանում, թռիչքի ընթացքում, մի խոսքով ես շատ ուրախ եմ, ճաշը պատրաստեմ ու խոսենք իրար հետ, ասեմ, որ առաջի անգամ էինք տեսնում իրար, հանդիպում, ճիշտ է, զանգելով, խոսելով, շփվել ենք, բայց ոչ մի անծանոթություն, խորհրդություն, այնքան լավ բնավորություն ուներ Նարինեն, ոնց որ թե տենց հարազատներ լինենք, մի 1000 տարի իրար տեսած լինենք, ես շատ ուրախ եմ, երեխաներս ինչքան էին հավանել Նարինեին, Լիլիթը դեռ խոսում է, ամեն օր խոսում է Նարինե քուրիկը և ամփեր սպասում է երկրորդ այցին, երբ է գալու, շատ տենց լավ բնավորություն ուներ, մարդամոտ, շփվող, որ կարծես 100 տարվա ծանոթներ լինեինք երկուսս էլ, ոչ մի բանից ոչ քաշվեցինք, Ազատ զգաց իրեն ինչպես իր տանը և մենք էլ շատ ուրախ ենք, որ նման մարդկանց ճանաչում ենք, հանդիպում ենք, կարևոր չէ նվերները, ես էլի եմ ասում, ես մարդկանց մեջ գնահատում եմ մարդկային արժեքները ամենաշատը, Բիբարն էլ ավելացնեմ, ու հետաքրքիրը այն էր, որ մենք ջերմուկում վախենում էինք նստենք նավակը, ես ջրից վախենում եմ, Հիմա կասեք, էդ ոնց է դու էդ մի բանից վախենում ես, հա, ջրից վախենում եմ, էդ նավակից, բայց դե արիտես դաշտ գնալուց, մենակ լինելուց, օձից, գելու գազանից չեմ վախենում, բայց էդ նավակից վախենում էի ու Նարինեն այնքան տենց ի սրտե, տենց չգիտեմ, մեզ ոգևորում, մենակ Լիլիթը չէր վախենում, որ մենք նստեցինք նավակը ու պարզվեց, որ վախենալու ոչ մի բան էլ չկա, շատ լավ ժամանակ անցկացրեցինք, այսպես, մի քիչ տենց գլուխս խառնամ, ինչև էդ իրերը դասավորեցի, էսյան, էյան, առողջական տենց խնդիրներ էլ ունեին, լավ է, այսօր մի քիչ լավ եմ էլ ավելի, և նվերներից որոշ բաներ անպայման ցույց կտամ, որովհետև դուք էլ եք շատ գրում ու հարցնում, ասում եք Նազ նվերներից ցույց կտաս, իհարկե ցույց կտամ։ Այստեղ ես երկու ամանների մեջ լցրել եմ մի տեղ տոմատ, տարայի ավելացել էր, տոմատ, դե սկզբից պետք է գթալմիցնեի փոշու մեջ նոր տոմատի, որ մեկ գթալ օգտագործեի, բայց դե ոչինչ, և աղացած կարմիր պղպեղ, սա այստեղ, այս գթալները հանեմ, և սիլիկոնե խառնիչով խառնեմ, որ չվնասվի, մի փոքր ջուր, այս մակարոնով ջրալի ճաշից երեխաներս լավ է, սիրում են ուտում, կարտոֆիլն էլ զգույշ լցնեմ,
Թող մի րոպե եռա եւ ես ջուր դնեմ, եռա տաք ջուր դցնեմ, որ շուտ եփվի։ Տեղը տեղին եռում է հավեսին։ Ահա։ Տարբերություն չկա, ջուրը կլցնեմ հիմա, թե մակարոնը։ Աղ եմ լցնում, 2 թեթև թեյի գթալ։ Մի հատ ստուգեմ, տեսնեմ ինչա նորից կլցնեմ։ Աղը մի քիչ պակաս է, արդեն մոտավորապես գիտեմ ես ինչքան պետք է լցնեմ, այսքանն էլ բավական է, աղը չի լինի։ Մի փոքր ծիտրոն, իմ հողամասի ծիտրոնն է, բույրը անմահական, իդեպ ասեմ, որ սրանից ես Նարինեին էլ տվեցի, բայց խեղճը վախենում էր շատ տաներ, մտավախություն կար, որ ասում է օդանավակայանում կարող է իմանան ինչ որ չճանաչեն ինչա, իրերի հետ խնդիրներ լինի, շատ չտարավ, բայց դե հասել է ու ասում է ամեն ինչ բարեհաջող էր անցել, իզուր շատ չտարա, որովհետև այստեղի բույրը, համը, հոտը ուրիշ է։ Ես էլ ասեցի, տեսար, որ ես ասում էի ոչ մի բան չի լինի ու ոչինչ մեկը Նարինեն ամռանը գալու է, կգա, այդ ժամանակ արդեն ամեն ինչ էլ նորից կլինի, այն գարնան ամռան սեզոնին ես կպատրաստեմ, կտանի։ Ինչ եմ ուզում ցույց տալ, Աշոտն էլ դե արդեն պարապա, չի իմանում ինչ անի, իզ նման օրեկան մի բան մոգոնում է, սարքում է, մի հատ աթոռ է սարքել, գնանք տեսնենք։ Ահա, սա էլ Աշոտի սարքած աթոռը, այս սեղանի հետ, ոնց որ ասած, գնում է, ուրեմն այս աթոռը էլի հին աթոռ է, մենք նկուղում էինք գցել եւ Աշոտը որոշեց այս աթոռին էլ երկրորդ կյանք տա, մաքրել է եւ նորից այրել ու սա էլ հետաքրքիր է, չէ, ես մի հատ հին վերարկու ունեի, շատ շուտվա, միշտ ասում էի ինչ որ մի բանի պետք կգա, ինչ որ մի բանի պետք կգա ու հենց այս վերարկուն էլ լավ երեսացու եղավ, ուղղակի այստեղ այդ լաքից, փայտի լաքից մի փոքր կաթած, հեսա ես կմաքրեմ դա ու շատ լավ է, չէ, ստացվել, մի հատ ասեք, որ ոնց է եղել Աշոտի աշխատանքը, սեղանի հետ, այն որ սեղանը դատարկ չի, հա, ահա, այսպես, սա էլ Աշոտիս աշխատանք սեղանն էր, դատարկ էր թվում այս հատվածը, բայց, ահա, տեսեք, ակուրատնի, սիրուն, հավեսին սարքեց և սազում է, ու հիմա ինչա որոշել, ասում է, մամ ուզում եմ տները վերանորոգեմ, բայց չգիտեմ արժի հիմա այս սեզոնին, բայց դե որ մտքին մի բան դրեց, հաստատ անելու է, հաստատ կանի, գնահատականը դրեք, ափսոս այսպիսի աթոռներ չկան, եթե մի քանի հատ լինի, սուտ չասեմ, 100 տարվա սեղան է, դրա համար ես չուզեցի, որ դեն գցեինք, նույնիսկ այս մեխերն են խոսում հնության մասին, դե բա նման բաներ ես սիրում եմ, չգիտեմ, այսպես և կարելի է ես հիմա այստեղ բերեմ մի հատ նստեմ, վայելեմ ու կոֆե խմեմ, ինչ կասեք, ով է, մորալների թագուհին եկավ դպրոցից, հը, ոնց ես, հը, տանջված Լիլիթ, ինչ ես ստացել այսօր, 7 Քիմիայի թեմատիկից Բե լավ է, կոշիկները տարստե, հետ արի այստեղ,
Կոշիկներդ այս շորն էլ դրել եմ, որ Շնորհակալ, եթե կասեցին կար մի հատ գնահատական ստացա։ Հա? 7 նորմալ է, կարևոր է, 2-1 չի։ Ձեռքերդ լվանում ես, նոր գալիս ես, շորերդ փոխում ես, ձեռքերդ լվանում ես, նոր խոհանոց։ Ուրեմն այս մագնիսները սառնարանի նայնե քուրիկն է։ Ինքին տվել, սա սուրբ նեկտարիոսն է Հունաստանից, ես անցած անգամ Իտալիայից ասեցի, Հունաստանից է բերված եւ Լիլիթը ամեն օր գրեթե ամեն ինչ խնդրում է եւ ասում է կատարվում է։ Ես էլ պետք է սրանից հետո խնդրեմ, տեսնեմ իմ երազանքները կկատարի։ Սուրնի այդ դերայված։ Ոյ մարալը, հաջա։ Որարի է թանկարն ենք։ Ինչ։ Հետո։ Հեծանիվ, Լիլիթին պետք է հեծանիվ առնենք։ Լիլիթին պետք է հեծանիվ առնենք, բայց գարունը կառնենք։ Չէ։ Լիլիթին նվեր է արել։ Նարինը Լիլիթին նվեր է արել, որ հեծանիվ առնենք, չէ։ Գարունը։ Հիմա առնենք դնելու ենք անիմաստ։ Չի թանկանա։ Դե որդները ասում են, ուրա Լիլիթը, ինչու չի միանում վլոգներում։ Մենակ 7 է ստացել Լիլիթ։ Հա։ Բա ուրիշ բան չէ ստացել։ Չէ։ Սովորեցեք որակով, որ փող ստանաք տոպրակով, բա։ Եվ ես էլ եմ ուզում կոֆե խմեմ, վայելեմ, բայց դե Աշոտս էլ տանը չի։ Սա էլ, հա, սա պելե կոֆեից է, ահագին ժամանակ ես չեմ խմել, եմ սիրում ես պելե կոֆեն։ Շատ լավն է։ Սա էլ է սուրճ, լուծվող սուրճի տեսակ է։ Սա կարելի է վրայից այսպես բացել, պոկել։ Պնդուկի սուրճ է, տեսեք նկարից ելնելով, դատելով ու իրա բույրը ոնց որ թե պնդուկ լինի, սա նույնպես լուծվում է, բայց այս հատիկները պետք է քամես, նոր խմես, այսն որ ինձ առանց քամել տարբերակը ավելի շատ դուր եկավ, 3 խմել ենք, որտի ուզեցի ձեզ ցույց տամ, մի փոքր մի գտալել, սա, Կոնսոված է իմ մորալը։ Հիշում ես ասում, ունեց որ մաստիկա ես անում, ասացի մամ դու ես էլ անեմ, ասում ես հեստ հլենայի դես ոնց է ճիշտ անում, վանես, վերսեցի, սաղ արեցիր։ Դու չարեցիր, չէ։ Չէ, դու խերան արեցիր։ Ոչ չեմ հիշում։ Ասում են դու օգնի, ասում ես չէ, հեսա, ասացում դու ասում են հավ, նայտես ոնց են անում տես, այտենց անում են, Ու վերջացրեցի, չէ։ Գնյաչ, դուր էր, Չէ։ Դռան ձայներ։ Լիլիթ, ինչ ես միացրե անջատի։ Ինքան էլ փափուկ կա եղել, այս կտորի տակից գուբկա էլ ա դրել, փափուկ, լավ, ասեմ, որ ավելի հարմար ա հենվելու համար, կամ են այժմյա տենց բարձր աթոռները, լավն ա։ Մի հատ դուրս գանք պատշգամբ։
Կեսն էլ այնտեղ վայել եմ։ Ասեմ, որ եղանակը շատ բարենպաստ է, տաք հավեսին։ Այս կառալյոկի չրերն էլ արդեն ուզում են սպիտակել։ Ինչ լավ են, բայց մեկ-մեկ այսենց կոֆեն վերցնում եմ, դուրս եմ գալի պատշկամ, որ սեղմեմ, սրանք չորանան։ Ինչքան փափուկ լինի մեջը, այնքան լավ։ Ստացել էլի Ամերիկայից եւ այս ոլորտում աշխատող մարդ լավ ու վատ քչից վատից տեղյակ լինելով վիտամիններից ինչքան վիտամիններ է պարունակում իր մեջ եւ օգտակար է ամեն ինչի համար, սրտի, թոքերի, աչքի, ոսկորների, մի խոսքով ամրություն է։ Մի 10 օր խմեմ, օրական 1 կոճակ ցիել եմ խմում, մարդու օրգանիզմին հարկավոր են կալցի, վիտամիններ, մագնի, մի խոսքով, եւ 10 օր կխմեմ։ Ասեմ, որ ցույց եմ տվել մասնագետի եւ ասել եմ, որ ինքը շատ лав բան է։ Всем приветочки. Сегодня я готовлю доширак. Не один, 2. Потому что я голодная пришла, как 100 лет не кушала. 7 уроков пролежала. А мама не хочет, что я эту гадость съела, а я хочу. Да, մամ։ Դա, ես 3 բարկացել եմ Լիլիթի վրա, որ ինքը գնել է։ Հա, մի փոքր համփորձած։ Չէ, դու քեզ ասած։ Կացայի մեջ ես լցնում։ Да. Так. Открывайся. Знаешь, почему я хочу приготовить доширак? Знаешь? Сейчас пойду я киношку посмотрю. Уроки сделаю. Зал закрыт для посторонних, только для меня. 1 и 2. Вчера же как я? Я с палочками ела или без палочек? Мам, может, ты вспомнишь? Դու ավելի լավ կհիշես Լիլի։ Да, я с палочками ела. Если я съела без палочек, все, мне было конец. Мои палочки обиделись на мои родные. А надо 5 минуточек.
Թե ինչու են երեխաները այդքան շատ սիրում այս բաները չգիտեմ, ես սա երեք վերցրել էր, բարկացա, համերը գրավում են, համերը, ահա, ճաշն էլ հեսա 2 րոպեից կանջատեմ, Աշոտս գա, հենց մենք էլ նստենք, մեր հացը ուտենք, ացել են, տանում եմ դուրսը, տեղ ունեմ պատշկամբում, գալիս եմ այն մարդկանց, ովքեր հավ ունեն, դրա համար մենք ձգտում ենք քիչ-քիչ առնել հացը, ափսոս, տեսեք, չեն ուտում, տանեմ թող չորանա, արդեն հնանում է, էսա, երևի ձմռանը ես կսկսեմ հաց թխել արդեն, օրեկան քիչ-քիչ կանեմ ու կթխեմ, դիրնդեն, О, как красиво выглядит. Просто бомба. Так, сейчас покажу вам, девочки. Только не завидуйте. Ладно, это было лишнее. Ну вот, просто посмотрите, какая красота. О, вот так. Такая красотища. И вот так съесть. Ну, не зеляток. Так, что можно добавить интересненько? В доширак добавлю ничего, потому что я нету, так сказать, каначи. Ну что, Лилит? Ну что, приготовилась. Спасибо. Թող ես կարաս լցնես։ Հա։ Այ։ Գիտեմ, դու այնպես կամած, այնպեսի բնավորություն ունես, ձգտում ես ամեն ինչ ինքնուրույն անել, չէ։ Ой, уже водички много. Ну ладно, водичка на пользу. Водичка на пользу. Я еще даже не попробовала. А что? Հալալ ելնի քեզ, որ այդքան ինքնուրույն սարքում ես, անուշարա, բայց մյուս անգամ էլ չառնես, եղավ։ Обижать, мамочка. Ճաշն էլ է պատրաստ, անջատեցի։ Եվ մեզ բարի ախորժակ։